Եվ ասաց. մի մարդ երկու որդի ուներ. նրանցից կրտսերը հորն ասաց. հայր, տուր քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը, եւ նա ունեցվածքը բաժանեց նրանց։ Քիչ օրեր հետո կրտսեր որդին, փողի վերածելով ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ եւ այնտեղ վատնեց իր ունեցվածքը, որովհետեւ անառակ կյանքով էր ապրում։ Եվ երբ ամեն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, եւ նա սկսեց չքավոր դառնալ։ Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մեկին, եւ սա ուղարկեց նրան իր ագարակը խոզեր արածեցնելու։ Եվ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս։ Ապա խելքի եկավ եւ ասաց. քանի վարձու աշխատավորներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, եւ ես այստեղ սովամահ կորչում եմ։ Վեր կենամ գնամ իմ հոր մոտ եւ նրան ասեմ. հայր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ, եւ այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրու իբրև քո աշխատավորներից մեկը։ Եվ վեր կացավ, եկավ իր հոր մոտ, եւ մինչ դեռ հեռու էր, հայրը տեսավ նրան եւ գթած, վեր կացավ եւ վազեց նրան ընդառաջ, ընկավ նրա պարանոցով եւ համբուրեց նրան։ Եվ որդին ասաց նրան. հայր, մեղանչեցի երկնքի դեմ եւ քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու։ Հայրը իր ծառաներին ասաց. անմիջապես հանեցեք նրա նախկին պատմուճանը եւ հագցրեք նրան, մատանին նրա մատը դրեք եւ նրա ոտքերին կոշիկներ, բերեք պարարտ եզը, մորթեցեք, ուտենք եւ ուրախ լինենք, որովհետեւ իմ այս որդին մեռած էր եւ կենդանացավ, կորած էր եւ գտնվեց, եւ սկսեցին ուրախանալ։